to get up to your apartment, get up them, but you know, don't go up and down them, especially with someone with you, okay? Any other questions? No? Okay. Let's get you going. Աղես Ալինա։ Վիրահատությունից հետո նոր արթնացել անաստիժայից։ Վիրահատությունը տևել է 3 ժամ։ Any pain? Little bit on the right one, like tingling, pinching pain. Okay. What would you rate it 0 to 10? 10 being worst pain imaginable. I would say like 4 or 5. Երեխեքն են զանգի մամայի հետ խոսում, տեսնել մաման։ We'll still see if they have any room upstairs, but Mama, let me see. That's my sister. Չեն դիմանում երեխեքը. They can wait to meet the mommy again. Baby, wait. Give me a second, okay? this happened. 10 minutes. Here you go. That is right there. Տատին տեսան։ Hi, Leona. Yeah, she can see you, baby. Can I call you right back? Yes, I'll call you back, okay, baby? In 5 minutes. Ողջույն իմ սիրելի հետևորդներին եւ այն մարդկանց, ովքեր կդիտեն այս վիդեոն, ասեմ, որ ես խոստացել էի, որ աղջկաս վիրահատությունը, պատմությունը, այսպես ասեմ, շարունակական է լինելու։ Ասեմ, որ վիրահատությունը տեղի է ունեցել ամսի 7-ին, այսօր ամսի 10-ն է, 3-րդ օրն է։ Վիրահատությունը բարեհաջող էր անցել, նարկոսից դուրս է գալիս, ասում են, երբ որ կզգաս, որ լավ ես քեզ զգում, կարող ես գնալ տուն, չեն պահում հիվանդանոցում, եւ այդպես բերեցինք տուն։ Առաջին օրը դե ասենք լավ թմրացրած է լինում ոդկը, ոչինչ չի զգում, երկրորդ օրը ունենում է ցավեր, բայց խմում է դեղեր, ուժեղ դեղեր է խմում, ցավազրկող եւ սառույցի ապարատ կա, այսպես ասեմ, հիմա ցույց կտամ։ Սառույցի ապարատը ինչպես է օգտագործում։ Սա սառույցի մեքենան է, որը միացվում է ոտքին, սառույցը լցվում մեջը, չափսը կա, սառույցը ինչքան լցվի եւ ջուրը ինչքան։ Այստեղ խողովակ է, այսպես։ Հիմա ցույց տամ։ Սա հագնում է այստեղ, հեսա։ Այստեղ, այսպես, եւ սա փաթաթվում է ոտքին, թաթին, այսպես, եւ սառույցի սառնությունը փչում է ոտքի վրա եւ սրանով էլ ամուր կապում ենք, որպեսզի չտեղաշարժվի, եւ ամեն ժամը 20 րոպե պետք է այդպես 3 օր օգտագործի, բայց ասեմ, որ երկրորդ օրը արդեն Ալինան հանելա չի օգտագործում, եւ այսպես հարգելիներս, եւ սրա հետ միասին սա սառեցնում է ոտքը, որպեսզի ցավը շատ չզգա, եւ սրա հետ միասին դեղ է խմում, ցավազրկող, այսքանը էս մասին։ Արդեն ամսի 10-ն է, ինչպես ասեցի, 7-ից 10-ը, 3-րդ օրն է, արդեն Ալինան իրեն շատ լավ է զգում,
Եվ շատ ուրախ է, որ օպերացիա վիրահատություն է արել եւ ազատվավ այդ ցավից, ոնց որ ասում են, իրեն տանջող ցավից։ Խնդրից ազատվեց։ Հիմա գնանք ներս եւ ես ցույց կտամ Ալինայի վիրահատված, այսպես ասեմ, վիրահատությունը։ Այստեղ հենակներն են, որով շարժվում է Ալինան։ Հիմա Ալինան ատամներն է լվանում, երբ որ դուրս կգա։ Կմոտենանք իրեն։ Լեոնա։ Բարև։ Իմ աղջիկ, ո՞նց ես։ Լավ է։ Ո՞ւմ է։ Ես շատ լավ եմ։ Դու պատրաստվում ես ուր գնաս։ Ես գնում եմ պոտ։ Դպրոց։ Իմ աղջիկը դպրոց է գնում։ Հեսա իրանք է պատրաստվում են, որ գնան դպրոց։ Հիմա մոտենում ենք Ալինային, սա վերցնենք այն կողմ։ Ահա, մեր ֆրոնտից եկածը։ Հիմա կասեք, բա մեկ ոտքներ, ձախ ոտքներ, երկրորդը ինչի համար է այդպես վիրակապած։ Հեսա կասենք, ամեն ինչ կպատմենք։ Ալին ջան, կուզես երկու բառով դու ներկայանաս։ Ինչպես ես քեզ զգում, ասա։ Այսօր երրորդ օրն է, ոչինչ, արդեն լավ եմ զգում։ Էլի դեղեր եմ ընդունում, խմում եմ դեղերը։ Նախ ուզում եմ բարևեմ բոլորին, բարև ժողովուրդ ջան, սիրելիներս։ Ուզում եմ ասեմ, այսօր երրորդ օրն է օպերացիայից հետո։ Արդեն լավ եմ ինձ զգում, ոչինչ վատ չի, առաջի օրը դեղերի տակ էի շատ, խմբրած էր ոտքս, լավ էի զգում շատ, երկրորդ օրը շատ ցավերի մեջ էի, դեղեր խմեցի շատ։ Սառույցը։ Հա, սառույցը Արդեն երկրորդ օրը հանեցինք։ 20 րոպե դնում էինք վրան, 20 րոպե հանում էինք ոտքիս վրայից։ Հիմա այսօր ոչինչ լավ եմ, դեղեր էլի ընդունում եմ, բայց այդքան շատ հաճախակի չէ։ Երրորդ օրն է արդեն, չէ՞։ Երրորդ օրն է այսօր։ Ձախ ոտքս են օպերացիա արել, աջ ոտքս արել էին անցած տարի, բայց մետաղ կար մեջը, որ դրել էին մետաղ էին դրել մեջը, դա պետքա հանեին, հանել են, հիմա կարող ենք բացել ձեզ ցույց տալ։ Մի փուջուր կտրվածք են արել ուղակի, հեռացրել են այդ Հանել են երկաթը։ Ահա, տեսեք։ Սա 1 տարի առաջ վիրահատված ոտքն է։ Տեսեք ինչքան հարթ, սիրուն, այն ժամանակ մեծ այսպես կոչ ուներ, ճան ուներ, որը որ իրեն շատ անհանգստացնում էր։ Եվ ինչպես է իր Ալինան զգում վիրահատությունից հետո աջ ոտքը։ Վիրահատությունից հետո շատ լավ էր, ցավեր չեմ ունեցել, մինչև հիմա ցավեր չի եղել։ Էդ է եղել պատճառը, որ Այդ եղավ պատճառը, որ երկրորդն էլ արեցի, ցավեր էի ունենում, ձախ ոտքից շատ ցավեր էի ունենում, դրա համար, քանի որ աջ ոտքս շատ բարեհաջող էր անցել եւ ցավեր չէի ունենում վիրահատությունից հետո, այլևս որոշեցի, որ ձախ ոտքս էլ անեմ։ ովքեր Հիմա ձախ ոտքս պետք է սպասեմ ամսի 17-ին, ապոյնմենտ ունեմ, ժամադրություն ունեմ բժշկի հետ, պետքա գնամ, որ ինքը նայի, տեսնի ոնց է, բայց 5 շաբաթ այս ձախ ոտքս չեմ կարող ներքև դնել, pressure չեմ կարող անել վրան, pressure ոնց են ասում, ծանրություն չեմ կարող դնել։ չպետք է դնի, այո, չպետք է քայլի գետին, չպետք է դնի, ինչպես ցույց տվեցի, ունի հենակներ դրա համար, այս հենակները, հենակներով եւ այդպես հարգելիներս, Ալինայի վիրահատությունը նշանակված էր իմ վիրահատությունից առաջ, քանի որ ես պետքա վիրահատվեի, Ալինան հետաձգեց իր վիրահատությունը իմ վիրահատությունից հետո, որպիսի ես կազդուրվեմ այսպես ասած, հիմա արդեն իր վիրահատությունա, մեկը մյուսի ետևից, այսպես ասեմ, որ ես շատ լավ եմ զգում, սա էլ արդեն Ալինայի վիրահատությունը։ Հիմա ես
ժողովուրդ ջան, ուզում եմ ուղղակի խորհուրդ տամ ձեզ, ով որ այսպիսի խնդիր ունի, խնդրեմ ունի, խորհուրդ կտամ, որպեսզի հետևեք, գնաք օպերացիան անեք, վախենալու ոչ մի բան չկա, շատ լավ եք զգում, անելուց հետո շատ լավ եք ձեզ զգում, եթե ցավեր ունեք, անպայման գնացեք եւ հետևեք, ոչ մի վախենալու բան չկա։ Այս ցավը ժամանակավոր է, իսկ եթե վիրահատություն չանեն, մշտապես պետք է տանջվեք ու տառապեք այդ ցավից։ Իսկ վիրահատության ցավը ժամանակավոր է, ընդամենը 1 օր, 2 օր կամ 3 օր։ Հիմա դու ցավեր ունես, Ալինա, զգում ես ցավեր կամ մի քիչ, բայց առաջվա նման չի, չէ՞, երկրորդ օրվա նման։ Ամենա ցավոտը եղել է երկրորդ օրը, որը որ 3 էր։ Այսօր 3-րդ օրն է, արդեն Ալինայի դեմքին պարզություն եմ տեսնում, չի տկտկում, չի նվնվում։ Երկրորդ օրը տկտկում էր, բայց 3-րդ օրը երևի կլինի ցավեր, բայց արդեն տանելի է։ Եվ այսպես հարգելիներ, այսպես շարունակական է լինելու։ Ինչ ասեմ, ես ցանկանում եմ առողջություն բոլորին։ Գնացեք, հետևեք ձեզ, ինչ խնդիր որ ունեք, ոչ մի վարքյան, ոչ մի րոպե, ոչ մի ժամ չուշացնեք, ամեն տեսակի խնդիրները, գնացեք բժշկի, հետևեք ձեզ, առողջությունը շատ թանկ բան է, ամենակարևորը դա է, ես սիրում եմ իմ աղջկաս նմաններին, իմ նմաններին, բոլոր այն մարդկանց, ովքեր հետևողական են, ովքեր սիրում են իրենց կյանքը, մի տրվեք գործերին, մի տրվեք նման բաներին, հետին պլան մղեք առողջությունը, ոչ, առաջնահերթ պետք է լինի առողջությունը, սիրեք ձեր անձը, սիրեք ինքներդ ձեզ, գնահատեք ինքներդ ձեզ, հետևեք ձեզ և ինչ ասեմ, եղեք առողջ, Աստված բոլորիս հետ, սիրում ենք բոլորիդ, դե էլի շարունակական է լինելու, եթե կան խնդիրներ, եթե կան հարցեր գրեք, եթե ինչ-որ բանել բաց ենք թողել, չենք ասել, տվեք, հարց տվեք, մենք կպատասխանենք հարցերին, Ալինա ջան, քեզ էլ քաջ առողջություն ենք ցանկանում, ինձ նույնպես և մեզ նմաններին, ովքեր այս պահին բուժման տակ են և ինչ ասեմ, մի խոսքով այդպես ժողովուրդ ջան, դե սիրում ենք բոլորիդ, կհանդիպենք հաջորդ վիդեոյում, այս վիրակապը չեն կարող դեռ արձակել, երբ որ արձակենք ցույց կտան կտրվածքը և վիճակը, այստեղ ուռածություն ունի, 3 կապտած էր, այսօր անցել է, չկա, տեսնում եք օրեց օր, ժամ առ ժամ, այսպես ասեմ, լավանում է, 3 կապտած էր ճանի մասը, ավելի շատ ուռած էր, այսօր արդեն չկա, տեսեք, ուռածությունը մի փոքր կա, բայց կապտածությունը անցած է, մի խոսքով, գնացինք ժողովուրդ ջան, միշտ առաջ, դուխով եղեք, են ոնց են ասում, են իչա, ռիսկով եղեք, քայլարեք առաջ, դե գնացինք, ոտքը վիրահատությունից առաջ և հետո